Ողջույն իմ գեղեցկուհիներին եւ գեղեցիկներին, որովհետեւ ինձ տղաներն են նայում, այո, նրանք քիչ են, բայց նրանք կան ու շատ հավատարիմ հետևում են ինձ։ Ուզեցի սկսեմ նոր վլոգ։ Այսօր օրը 4 շաբթի է, հետեւաբար Համալսյանի օր է, հետեւաբար ես պատրաստվել եմ։ Իդեպ նորական ջողեր եմ դրել, այս ընկերուհիներով որ հավաքվել էինք, դες նվերներ ենք իրար փոխանցում, այդ նվերների մեջ էր կարծում եմ շատ սիրուն է այս զապնկաների հետ, զապնկա սրանց սխալ ասել, կոճակների հետ, շատ սազում է, մենակ մտածում եմ, մատային այս արծաթագույն թողեմ, թե ոսկեգույն փոխեմ, դեռ մտածում եմ, այս չոկերս եմ գցել սպիտակ ու ոսկեգույն քարիքներով, մի խոսքով երեխեք ջան, հոլովակ ունեի նկարելու, նկարեցի, պայուսակս որոշեցի, որ կբռնեմ այս անգամ, չնայած տետրերից պատճառով ցեպը չի քաշվում, բայց դե քանի որ վրա այդ փակ հովի բան կա, էլի լավ է, այսպես ասած։ Всё, ու կարող եմ գնալ ընկնել ճանապարհ իմ գործերով։ Ձեզ մաղթում եմ բարի դիտում, ինձ էլ մաղթում եմ ուսումնառատ օր։ Թույլ տվեք խոստովանել, որ չնայած արևոտը առաջին հայացքից եղանակը, բայց լավ քամի է, այն կարգի որ դաժե շարֆս հետ գցեց, հետ շպրտեց ես կասեի։ Մի խոսքով գնում ենք ուղիղ Համալսարան, շարֆ հետ արի, հուսամ սառոջկաս չի ճմրթվել, լուքիս ավելացրեցի գոտի, տակից սև մայկա եմ հագել, սև մայկան դրել եմ տաբատի մեջ, գոտի եմ կապել ու վրայից արդեն ես, երեխեք ջան դասամիջոցը, կակաո, ու կմնամ էլ վերջին դասը, բայց դասից հետո պիտի թեզիս ղեկավարին հանդիպեմ, երկու քննարկելիք ունենք, հուսամ չեմ մոռանա։ Երեխեք, այսօր որոշել եմ, որ պետքա ոտքով տուն գնամ, այնքան էր ուզում սիրտս քայլել, եղանակն էլ այնքան լավ է, որ որոշեցի այդ իրականացնեմ։ Բացառիկ հաճույք քայլն է, երկինքին սիրուն է, քանի որ Խորենը դեռ ժամանակ ուներ Դավին տանելու համար, մտածեցի, որ պետքա մի քիչ հենց այդ ակտիվ քայլք էր ուզում սիրտս։ Իրականացնենք թեզիս ղեկավարին հանդիպեցի, քննարկումներ ունեցանք, մի խոսքով, ինչևէ, հետո արդեն ավելի մանրամասն տնից կխոսեմ քո հետ զգացիք չի անձնավորեցի ձեր հետ։ Մեկ մտածում եմ, ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Երեխեք, ես այսօր հասկացա, որ երևի ամբողջ ձմեռ տնակյաց ռեժիմով եմ եղել, ու այս քայլելու հաճույքը ոնց որ նորովի զգացի ու սենց չգիտեմ, նես լավ եմ ինձ զգում։ Հավես։ Շատ համով ճաշ եմ պատրաստել, պղպեղ, գազար, օղակաձև կտրատած կարտոֆիլ, տավարի մսի բուլյոնի մեջ էս ամեն ինչը, տոմատ չեմ արել, անմահական բույր է տարածվել, վաղ արդեն կփորձեմ, բայց վստահ եմ, որ շատ համով է, երեխեքին քնացրեցի, հիմա մի քիչ տնայիններ ունեմ, նստեմ անեմ, բայց թեյ է ուզում սիրտս, դրա համար հիմա թեյնիկի ձայնը լսում եք դուք, հետո մի քիչ կոկորդս ցավում է, դա էլ ինձ ստիպեց մի հատ թեյ խմել էլի։ Դավիթ ինչ ես անում։ Բանան եմ սախում։ Էս բարը քեզ այդ նկարչակը։ Դե, պապան։ Պապան։ Բա ես եմ ընտրել։ Դու ես ընտրել, Արտաշեսից քոնը դու ես ընտրել, թե։ Հա։ Չէ, պապան ասма դու կուզես, ասма հակու։ Դե հա ես եմ ընտրել։ Յակե ես կտրել։ Բաբանան ես չունեմ։ Հա ոչ, դու էլ ընդեղ ուրիշ լիքը բաներ ունես։ Այս դատու չունեմ բան է, ու դու ունես տաբեղ բան է։ Դու չէ։ Չէ, ես am единорог, медведь ничего не оставил. А я хороший папа. Да. А тебя какашка папа. Դավիթ։ Չես ու դասում, քեզ կակաշկա չի պապաստի արել, так что հանգիստ։ Я буду есть мед. Այ կակրես դեղի նոտ էլի կարաս ներքես։ Վասիկ։ Նոզեմի։ Օրվա սիրելի պահն է երեխեք ինձ մոտ։ Սուրճ խմել ինչ-որ քաղցր բանով և նայել ֆիլմս առավոտից եմ սկսել նայել, կշարունակեմ, ուղղակի գործ-մորձ էի անում, 10 կիսատ էր մնացել, կվերջացնեմ ու նոր կգնամ նստեմ դասերի շարունակությանը, մի մասը արդեն հասցրել եմ անել, երեխեքը դեռ նկարում են, Խորենի մոտ էլ մինչև գիշեր դասը, так что այսօր ինքը տանն է, բայց տանը չի։ Գանձերս Աննան այստեղ մեյքափ անում, որովհետև այսօր հրավիրված եմ իվենթի, իմ շատ սիրելի
աղջիկներից մեկի կողմից գնալու ենք ընկերուհիներով, так что միասին դուրս կգանք եղանակը ահա որ անձրևային է, տհաճ, մեր վերևի հարևանները էլի ինչ-որ ռեմոնտանման բան են սկսել, երկու օրա լավ աղմուկ է, լավ 10:30 սկսեց նորից, չգիտեմ կարող է թվա 10:30 օքեյ է, բայց իրականում եթե ոչ աշխատանքային օրա հատկապես ու դու սաղ շաբաթ ստիպված ես եղել 7-ին արտանաս, իհարկե այսօր ուրբաթ է, բայց ես 1:07-ին եմ արտացել, այն որ մեկ-մեկ ցանկություն ես ունեմ ավելի երկար քնել այդ տեսանկյունից իհարկե ինձ թվում է շուտ է 10 կամ 10:30, ցանկալի է 12-ից, կոնե, всё, բանն է անում, երեխեք այդ ծածկում էի քողարկիչով, տոնայինս արդեն գսել եմ, գնամ մի հատ հալու մտնեմ օքեյ, արագ լոգանք ընդունեցի, մազերս թեթևենեցի, որ միշտ երկրորդ էտապով անցնում եմ էլի վրայով, так что օքեյ է։ Երեխեք երեք այնքան լավ ֆիլմ եմ նայել, ես կարեկցիական եմ մի քիչ մուք արեցի, հալու մոտ պետք է գնամ որ տեսնեմ, այնքան լավ ֆիլմ եմ նայել, Վիլյամ Ռոբինսը, ճիշտ ասեցի անունը, ու Ռոբերտ Դե Նիրոն Պրաբուժդենիա էր կինոն կոչվում, ուրեմն ես կարդում եմ Օլիվեր Սաքս ու երեք այնպես է ստացվում, որ Instagram-ով մի հատ ֆիլմ ա բերում, ես որոշում եմ այդ նույն Պրաբուժդենիա ֆիլմը, ես որոշում եմ ֆիլմը պահպանել, որ հետո նայեմ, հետո որ իրիկունը կարդում եմ Օլիվեր Սաքս, ասում եմ հəl մատ պոյսկ դուր էլի, հետաքրքիր է այս Օլիվեր Սաքսը ինչ տեսք ա ունեցել, բժիշկ ա էլի ինքը, նյարդաբան, ուղեղի sense մասնագետ, իտակնել, ես պոյսկ եմ տալիս ու իր նկարներին կից բերում է այդ ֆիլմը, որը ես screenshot էի արել ու պարզվում է, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսի պրոտոտիպը հենց Օլիվեր Սաքսն է։ Իմ համար շատ հետաքրքիր sense ինտուիցիայի դրսևորում էր այդ։ Ու ես իհարկե խորենի հետ գիշերը նայեցի ու ոչ մի կաթիլ չեմ փոշմանում, որովհետև ֆիլմը մի հատ հրաշք մեսիջ ուներ, այնա գնահատել են ինչ որ կա, որովհետև այդ ֆիլմում Պարկինսոնի հիվանդությամբ եւ այլ հոգեկան խանգարումներով մարդիկ կային, ովքեր տառապում էին, շատ էին տառապում ու ֆիլմի ամբողջ ասելիքը հենց այն էր, որ իրականում ինչքան բան կա, չէ, ամենահասարակ, ամենասովորական թվացող բաները, որոնք իրականում օժնանք են ու պետք է նկատել ու վայելել երեխեք ջան։ Այս անձրևը ինչ ա ուզում։ Դուրս ենք էլի գալու տնից, չէի կարա արևաներ։ Նենավիժ խոսում եմ գնահատել մելոչները եւ փնթփնթում եմ եղանակից կներես ինձ եղանակ, արի մենք ընդունենք, սիրենք քեզ։ Երեխեք ջան, ես արդեն պատրաստ եմ։ Ճիշտը որ ասեմ, այս սերի բանը չի սազում այդքան այս վիճակի հետ, բայց մտածում եմ իրան փոխեմ, ունենց եմ ալարում, բայց ժամանակ ունեմ, միգուցե սև մի բան հագնեմ, որովհետև Շոտ է այս, գիտեք ինչ չի սազում, այս կոճակների առկայությունը ու քանի որ աքսեսուարներս ոսկեգույնի մեջ են, ոնց որ ինքը դիսոնանս է ստեղծում ու կտրվածքի ձևն էլ չի սազում, և պետք է փոխել, գիտեք։ Երեխեք ջան, արդեն տեղում ենք, հեսա լիֆտով իջնենք առաջին հարկ, ստորիները արդեն հասցրեցին անել, ես դեռ ոչ։ Հա, հավես բանը, այս մեր զալն է, որտեղ հավաքվելու ենք, այսպես ռակուրս վերցնեմ, համովություններ ինչպես միշտ, մեզ համար պատրաստված, տեսեք, հետաքրքիր են, ես սեղանի վրա հասկացա, որ ամեն տեղում տարբեր ուտեստներ են, այսինքն ընդեղ ինչ-որ ուրիշ բան կար, ես այդպես ընկալեցի։ Բայց ոնց որ մեկի մեջ կրկնվում է։ Հա, նու կարող է կրկն, չէ, բայց օրինակ Այս ուրիշ հաշվառ։ Հա, միգուցե։ Հա։ Մի խոսքով նստած ենք, ես գեղեցկուհիս։ Այստեղ բոլորն են գեղեցկուհիներ, այնպես է որ։ Ես պրոստը յուրահատուկ էի։ Հա, մի քիչ հղի է, սիրտը չկոտրեմ, թող հավատա։ Տեսակով արդեն լավն ես։ Վատը դժվար է տարածես։ Քեզ մարում տամ։ Շատ համով սմբուկ է։ Արմին կաս։ Ինչ կուտես, սրտի կս։ Ուխաժովիցյան եմ։ Ինչ
դարքին եմ բերիկ ստացվել։ Երեխեք, այստեղ բերել են այս միդիաներ են ասում, հա, ինչ-որ պանրով է, ինչ-որ, բայց ես երբեք չեմ կարողանում ինձ հաղթարել եւ փորձել այն։ Արմին դու կարող փորձել։ Երեխեք, այստեղ եկավ սունկ, այսա կարելի է փորձել, մի հատ նկարեն մեր աղջիկները, թե չէ եթե առանց նկարել վերցնեմ։ Ուտեն գլուխս, նկարել եք։ Հաստա էս է դա։ Եկել են մեր պիցաները, խառը ամանա։ Նայեք ինչ գեղեցիկ այրեխեք այս մրգերի ափսեն, ունենց լավ սառնանից են վերել։ Եվ մենք արդեն սուրճ ենք վերցրել, մեր նվերները, այստեղ են իմ նվերները։ Հետո տանը միասին կնայինք ու կապուչինո եմ ուզել, հիմա կբերեն, այստեղ խառնաշփոթ է, բայց Էլենը լավ բան է մտածել, հեսա միասին կզբաղվենք։ Հասավ իմ կապուչինոն գեղեցիկ մատուցմամբ, հետո կրուասանչիկ կար ինչպես տեսնում եք եւ այսպիսի հետաքրքիր տարբերակով է մատուցվում։ Ասեցի մի հատ ձեզ հետ նվերներս նայենք։ Եկեք, այստեղ խավես չիփսեր են, մեկը խորենը բացեց, մեկը երեխեքը, ըստ տարբեր համերով, մնացել է պապրիկայի համովը եւ սոխի եւ թթվասերի համով։ Նվեր եմ ստացել հավես տորտիկ, մի քանի կտոր, ասում են շատ համով է, այսա սուրճի հետ կփորձենք։ Խոհանոցում է, իհարկե ճանապարհին մի քիչ վնասվել է, բայց կարևորը համը չտուժի։ Ջանա, այստեղ ստացել եմ մեղր։ Չիփսը տատիկին պապիկին նվիրենք, իմ բարիկը նվիրենք։ Այստեղ շոկոլադա մեղրով եւ մեղրով պալեչկաներ։ Համով տղա ես դու։ Մի խոսքով, բնական լավ մեղր է։ Երեխեք ջան, Ժոֆրե ընկերությունից մի հատ անուշաբույր դուխի եմ նվեր ստացել, արծաթյա աթրջնատարով զարդ եմ նվեր ստացել, թևնոց, այսպես մոտիկ բերեմ։ Պեչենյուշկաներ, այս ֆիրմայից ամեն անգամ ստանում ենք, հաճախ են հովանավոր լինում, այս անգամ եւս 4 տեսակի համով ստացել ենք եւ աղբահանման ընկերությունից նվեր քարտ կար այնտեղ, օպտիկայի խանութից նվեր քարտ կար, կլինինգ կամպանիայից նվեր քարտ կար, նվեր քարտերը, որ ասեմ հաճախ եմ օգտագործում, սուտ կլինի, բայց անհրաժեշտության դեպքում որ տանը ունենում ես, կարող ես իրան ռեալիզացնել, ինչը շատ հավես է։ Լավ, ես ուրախ թեմայից անցնեմ ու ասեմ, որ եկա տուն ու տեսա, որ դավը այն ներկելու բաները, որ պապան առել էր, ներկոտ ձեռքերով, քիչ մի շորի վրա էլ կտեսնեք, պատերի վրա, տարբեր տեղեր, ներկոտ մատերի հետքեր։ Ինֆակտահար production-ը ներկայացնում է։ Տանջված մայրիկ, լկստված բալիկ, մեղրը չթափես։ Բալ այդ մեղրը բացեմ, ընդեղ ունենք այն մյուս մեղրից հետքեր, հետո էդ լա։ Սիրում ես մեղր, լավված։ Խմորեղենը կիսեցի, խորիկ էդ փորձենք, այստեղ մեղրով տարբերակն է։ Շոկոլադներ եմ կիսել, ափսոս ճանապարհին երկու հատ տարտալետկայով տարբերակ կար, մեկը գիրասով, մեկն էլ վրա ոնց որ բեզելին էր, այն որ խանձած մարշմելոին է անում։ Համով է խորս։ Շատ։ Ես ինձ այդքան դե Դե սուբյեկտիվ ընկալում այն։ դա սուբյեկտիվ եմ ասում, բայց այս ընտիր է։ Հա, կարիչնիվին դուր եկավ, թե այն մեկը։ Հա, կարիչնիվին չիզքեյքի էր նման։ Համով էր էլի շատ, Հա, ոստի ես չեմ դե նորմալ է որ չհավանես, այսինքն դա անհատական համի զգացողություն Բայց ես շատ համով Հա, ինձ էլ դուս կարում, քաղցր ես։ Ման բայեք չիպս կհանես։ Ինչ չիպս անեմ։ Լուհան աբիշո։ Չեմ աբիշեցել։ Ուրեմն ձևը սովորել է։ Ամեն ինչը ասում է աբիշալը։ Ես ինչ եմ աբիշյաց արեք ես։ Ինչ։ Չիպսը ընդեղ է, կյան խոսախ տուփերը մի անգամից չեն բացելու։ Հա, էդ եմ ասում։ Pringles։ Հա։ Ինչ Pringles։